Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Գիտեք, ես միտեղ կարդացի գրածը, որ հայերին չի կարելի հաղթել, հայերին ոչ ոք չի կարա հաղթել, բայց հայերին շատ շուտ կարան բաժանեն և հայերի մեջ կարան շուտ կռիվ գցեն։ Ու ոնց նայում եմ մեր պատմությունը, մեր մեջ շատ դավաճաններ են եղել, որ մեր մեջ գցել են կռիվ, վեճ և մենք միանգամից բաժանվել ենք, բայց որ նայում ես պատմությունը, վերցնենք մուսուլմաններին, հիմա օտարության մեջ եմ, չեչեների հետ եմ շփվում, դագեստանցիների հետ եմ շփվում, իրանք ինչքան էր իրար հետ վատ լինեն, այն նեղ պահին իրանք սպայկա հավաքվում են ու իրանց չի կարելի, չեն կարա իրանց մեջ կռիվ գցեն, իրանց մեջ ինչ-որ մի մուտիտ գցեն, իրանց մեջ ինչ-որ մի անախորժություն չի կարա լինի, որովհետև այդ ազգը սպայկա է ու ես շատ կուզեմ, որ մենք ինքներս վերադաստիարակվենք և թույլ չտանք, որ մեր ներքին կուխնյան ինչ-որ մեկը մտնի մեր ազգի մեջ վեճ գցի ու մեր ազգը բաժանվի։ Դա շատ լավ կլինի ու ես կուզեմ, որ այդ սերունդը, մեր սերունդը այնքան խելացի լինեն, որ չհավատան այն, ինչ որ ասում են, չհավատան այն, ինչ որ ուզում են արած լինեն, միշտ հեռուն նայեն ու շատ խորը դատեն, նոր այդ քայլին դիմեն։ Մեր ազգը իրոքից շատ հզոր ազգ է, ժողովուրդ ջան, մեր ազգի նման ազգ չկա, բայց մենք պիտի մեզ վերադաստիարակենք և աշխատենք մեր սխալների վրա, որ մենք թույլ չտանք այն ինչ որ թշնամին մեզանից ուզում է։ Դա մեր թույլությունն է, որ մենք կարողանում ենք մեկը մեկիցս հիասթափվել և բամփասվել։ Ես իմ ուղղակի ուզում էի ձեր հետ կիսվեի, դուք ինչ եք մտածում, մի բաներ դուք գրեք, ինձ դրա հետաքրքիր, դուք ինչ եք մտածում, մեր ազգի նման ազգ չկա, մեր հողն ու ջուրը ոսկի է, բայց մենք չենք գնահատում, մարդը երբ որ օտարության մեջ է, նոր է գնահատում իր հողն ու ջուրը, իսկ ներսում մենք շատերս չենք նկատում, չենք գնահատում, ասում համարդ միջև չկորցնի, ինքը չի հասկանում։ Դրա համար, քանի որ մենք կանք, ժողովուրդ ջան, եկեք միավորվենք և թույլ չտանք, որ մեր մեջ կռիվ գցեն։ Մի բաներ դուք գրեք, տենց լավ օր եմ ձեզ մաղթում, ժողովուրդ ջան, անփորձանք, զգուշ ելեք կապով։